Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հաղորդում է իրանական Ֆարս գործակալությունը, սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով նույն աղբյուրների փոխանցմամբ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին եւ այդ շրջանակից դուրս չեն գալու։ So I see the possibility of another talk. Վստահ եմ, որ մենք կարող ենք միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախարարի խոսքով վերջին օրերին մի շարք միջնորդ պետությունների օժանդակությամբ կայացած շփումները ամերիկացիների հետ արդյունավետ էին։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մասին հիշատակումներն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Նախիջևանի սահմանադրության նախաբանի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը քննարկվել է այսօր Ադրբեջանի խորհրդարանի Միլի Մեջլիսի նիստի ընթացքում։ Պայմանագրերի մասին հիշատակումների փոխարեն նախաբանում գրվելու է, որ Նախիջևանն Ադրբեջանի անբաժան մասն է։ Ermənistanla bizim aramızda olan 44 günlük savaş. Մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրություններն, այսինքն մինչև հունիս ամիս մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի падգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը, դիմելով խորհրդարանի անդամներին, ադրբեջանցի падգամավորն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե մեջբերում Հայաստանը պարտավորվի, որ իր նոր սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի։ Ռուս-ուկրաինա-ամերիկյան եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանա Աբու Դաբիում փետրվարի 4-ից 5-ն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով Պուտին-Զելենսկի հնարավոր բանակցություններին, Պեսկովը պնդել է, որ դրանք կարող են կայանալ բացառապես Մոսկվայում։ Իսրայելն այսօր բացել է Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆա հանցակետը, որի հանդեպ վերահսկողություն էր սահմանել 2024-ի մայիսին։ Անցակետով սակայն կարող են անցնել միայն սահմանափակ թվով պաղեստինցիներ առանց ավտոմեքենաների եւ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից համապարփակ ստուգման ենթարկվելուց հետո։ Իսրայելական կողմը նաեւ թույլատրել է, որ Գազայի հատվածում գտնվող ծանր վիրավոր պաղեստինցիների մի մասը շտապօգնության մեքենաներով դուրս բերվի Եգիպտոս։